Խոսքը մեքենայի մեջ է թողել։ Պետք է նշանին զանգել։ Գևորգից խաբարություն չկա Լևոն, չգիտեք որտեղ է։ Չէ, բուչ, ոչ մեկ տեղեկություն չունի իրանից։ Վարուժն էլ է ման գալի, բայց ոչ մի արդյունք։ Էսից սարքեց գլխներիս էստեղ են։ Չի վերցնում, հա։ Ալո։ Ասա Ռաֆո։ Նշան գորը քո մոտ, հա։ Դու գոնե հասկանում ես ինչ ես արել, նշան։ Դու գորին գողանալով, դու ես եկել հովոյի դեմ։ Ես գորին չեմ գողացել Ռաֆո։ Ինքը իր կամքով է իմ հետ եկել։ Ու երկրորդ։ Ես հիմա բացի Գևորգին գտնելուց ուրիշ ոչ մի բանի մասին չեմ մտածում։ Որտեղ ես դու հիմա, նշան, տեղդ ասա, մենք կգանք ու այս հարցին մի խելամիտ լուծում կտանք։ Խելամիտ լուծումներով հարցը չի լուծվի, քանի որ մենք հիմա Գևորգի մասին ենք խոսում։ Լավ մտածի ինչ ես անում, նշան։ Այս հարցերը որ փակվես, դու լուրջ խնդիրներ ես ունենալու մեր հետ։ Ինչ օրոմա թողել է Ռաֆո։ Ու էլ ինձ չզանգես։ Ես մենակ հովոյի հետ կխոսամ։ Նշանը գորին իրա մոտ է պահում, բուչ։ Ու այս հարցով ասում եմ մենակ հովոյի հետ կխոսա։ Արի մենք գնում ենք հովոյի մոտ, նշարին համոզել է անիմաստա։ Ռաֆո, ասա Լևոն։ ես հիմա իմ տեղեքին հավաքեմ, գնանք նշանի տունը ցեպի տանք, որ գորին բաց թողնի։ Չէ, ոչ մի բան չձեռնարկեք Լևոն, ու տեղեկին էլ փողոցից սաղին մաքրեք, որտեղ եթե ոստիկանությունը հանգարց իմացավ այս մասին, մենք լուրջ խնդիրներ կունենանք ու վիճակը ավելի կսրվի։ Մենք այս հարցը ինքներս կլուծենք։ Սա այն է, ինչի մասին ես քեզ ու բոլորին նախազգուշացնում էի։ Ասում էի, որ չի կարելի Գևորգի արարքներին մատների արանքով նայել, որ ժամանակն է դիմել լուրջ վիրահատական մեթոդների, այլ ոչ թե թույլ դեղերի միջոցով փորձել հիվանդին բուժել։ Բայց ինձ լսող չկար։ Երեն դու առաջարկում ես, որ ես իմ ձեռով իմ տողում խփեմ, հետա քո ուզածը։ Չէ, Վարդան, էդ չի։ Ես էլ կոպես հայր եմ ու հասկանում եմ քեզ։ Բայց դու կարայիր Գևորգի հետ ուրիշ լեզվով խոսայիր։ Ձեռներն ու ոտերը կապեիր, գցեիր պատվար, որ ուրիշներին վնաս չտար։ Կամ ես տիպողաբար ուղարկեիր բուժման։ Ես զանգում եմ նշանին, նշանը ինձ չի պատասխանում, ինչու՞մն է բանը։ Ես չգիտեմ։ Չէ, Երեն, դու ամեն ինչ շատ լավ գիտես։ Նշանը չի ուզում իմ հետ խոսա, որ գտնի Գևորգին ու վարվիները հետ նենց ոնց որ ինքը ուզում է։ Նշանի աղբոր կյանքը հիմա մազից է կախված։ Ու նրան կարելի է հասկանալ։ Մենք երբեք մտերիմ ընկերներ չենք եղել։ Բայց ես քեզնից օգնություն եմ խնդրում։ Ես ուզում եմ փրկեմ իմ տղուն։ Համոզի նշանին թող հանդիպի ինձ հետ, ու մենք կանենք նենց, ոնց որ ինքն է ուզում։ Իսկ ինչի ես կարծում, որ նշանը ինձ կլսի։ Առավել ևս, որ սա ոչ փողի, ոչ էլ տարածքների հարց է։ Այս անգամ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, Վարդան։ Ավելի լուրջ, քան Կարոյին ծեծելու ժամանակ էր։ Պետք չի ինձ հետ ասել, ես շատ լավ հասկանում եմ։ Դու լավ բանակցող ես։ Համոզի նշանին թող հանդիպի ինձ հետ, ու ես քեզ կտանեմ ինչ որ դու ուզում ես։ Վարդան, մենք հիմա ինչ էլ որ խոսանք, ոչ մի նշանակություն չունի։ Ու դաժե նշանակություն չունի, թե ես արդյոք կարողանամ նշանին համոզել, որ հանդիպի քո հետ, թե չէ։ Իսկ նշանակություն չունի նրա համար, քանի որ քո տղեն անկանխատեսելի մարդ է։ Ու մեզանից ոչ մեկ չգիտի, թե նրա հաջորդ քայլը որը կլինի։ Ինձ ուղղակի մի քիչ ժամանակ է պետք, որ իմ մարդիկ ավելի շուտ գտնեն Գևորգին քանդականի նշանը։ Ես հիմա քեզ ոչինչ չեմ խոստանում։ Ես կփորձեմ նշանի հետ խոսել։ Բայց հաշվի առնելով, թե նա հիմա ինչ հոգեկան վիճակում է, ոչ մի երաշխիք չկա, որ նա ինձ կլսի։ Դու իրան ասա, որ ես պատրաստ եմ կատարել նրա ցանկացած պահանջը, ինչ որ ուզի կտամ։
Չեմ կարծում, թե նշանը իր աղբոր կյանքը կփոխանակի որևէ բանի հետ։ Բայց ես կկատարեմ քո խնդրանքը ու կգնամ իր մոտ։ Ախր ինչի պիտի ես վիստառեմ Կարոյի, նշանի ու նրա նմանների առաջ։ Կար ժամանակ, որ սաղ քաղաքը դողում էր իզնից, մարդիկ վախենում էին, իմ մասին մի թարց խոսք ասեին, իսկ հիմա ես մուրացկանի պես ձեռս պարզացրա նրան խնդրում եմ, որ այդ լակոտին չսպանեն։ Միգուցե պետք չէր ինքդ քեզ խաբեիր։ Ես իրոք երկար ժամանակ քեզ բարի նախանձով էի նայում, թե ոնց էիր դու ամեն գնով ուզում կյանքդ փոխես, ապրեսնես ոնց ուզում ես։ Ու եթե անկեղծ ասեմ, դու քո այդ ցանկությամբ ինձ էլ էիր վարակել։ Բայց ոնց որ տեսնում ես, դրանից ոչ մի լավ բան դուրս չեկավ։ Դու կորցրեցիր քո դիրքերը։ Իսկ հիմա Գևորիկը սիստեմաբար կործանում է այն ամենը, ինչ դու ստեղծել ես։ Հարգանք, իշխանություն, հեղինակություն։ Ու եթե ամեն ինչ այս տեմպերով գնաց, վաղն արդեն դու ստիպված ես լինելու կանգնես անօգնականի պես։ Ու նայես, թե տղետ հիմա էլ ոնց է ընտանիքդ քանդում։ Ես ժամանակին շատ վատ բաներ եմ արել։ Եղել են դեպքեր, որ շատ դաժան եմ վարվել իմ թշնամիների հետ։ Բայց ես երբեք ջահելների դեմ դուրս չէի գա։ Այս պատերազմը մենք չենք սկսել, Վարդան։ Ու դու հիմա իրավունք չունես նշանին մեղադրես։ Համոզի թող նշանը հանդիպի իմ հետ։ Ու ես խոստանում եմ, որ Գևորի հարցերը կլուծեմ։ Լավ, Վարդան։ Ես հենց հիմա կգնամ նշանի մոտ։ Կզանգեմ, եթե նորություն լինի։ Երեն, նշանի աղբերը, դեռ կենդանի է, ու ես աստված եմ կանչում, որ ինքը լավանա, ու քանի դեռ ինքը շնչում է, նշանը իրավունք չունի իմ տղուն խփի, բայց եթե նա այդ բան արեց, երդվում եմ բոլոր սրբություններով, պատասխանը կլինի շատ դաժան ու արյունալի, թող նա թույլ տա, որ ես իմ ձեռով պատժեմ իմ տղուն։ Ես կփոխանցեմ քո խոսքերը։